Այն ժամանակներում մի աղքատ մարդ էր ապրում, նրա անունը Հովսեփ էր, նա չուներ մեծ հարստություն, բայց ուներ անսահման հավատք Աստծո հանդեպ, ամեն առավոտ նա արթնանում էր, ձեռքերը երկինք էր բարձրացնում և ասում. «Տեր Աստված, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տալիս ես ինձ»։ Նա ապրում էր փոքրիկ խրճիթում և աշխատում էր որպես բանվոր, նրա միակ ունեցվածքը մի հին հացատուփ էր, որտեղ նա պահում էր իր չոր հացը։ Ոմանք նրան ծաղրում էին ասելով. «Ինչու ես այդքան գոհ, եթե քո սեղանին նույնիսկ թարմ հաց չկա»։ Հովսեփն ուրախ ժպտում էր և պատասխանում. «Եթե Տերը որոշել է, որ այս հացն ինձ բավական է, ուրեմն ես երջանիկ եմ»։ Մի օր Հովսեփը անտառում մրգեր հավաքելիս գտնում է մի ծանր քսակ, այն լի էր ոսկով։ Նա վեր է բարձրացնում քսակը և փառաբանում Աստծուն. «Տեր, եթե սա ինձ ուղարկածդ պարգևն է, շնորհակալ եմ, բայց եթե այն պատկանում է մեկ այլ մարդու, օգնիր ինձ այն վերադարձնել»։ Քիչ անց նա լսում է մի ձայն. մի հարուստ վաճառական շնչակտուր վազում էր անտառ։ «Իմ քսակն եմ կորցրել, այն լի էր ոսկով, հուսահա՞տ», ասում է նա։ Հովսեփը առանց վարանելու քսակը հանում է և տալիս է վաճառականին։ Վերջինս ապշած նայում է նրան. «Դու կարող էիր այն պահել քեզ մոտ, բայց վերադարձրիր, ինչու»։ «Որովհետև ես չեմ ուզում այն, ինչ Աստված ինձ չի տվել», ասաց Հովսեփը։ Հարուստ վաճառականը հիացած էր նրա անկեղծությամբ և շնորհակալությամբ։ Նա որոշեց օգնել Հովսեփին ու նվիրեց մի մեծ տուն, բերք ու բարիք։ Հովսեփը կրկին բարձրացրեց ձեռքերը. «Տեր, ես գոհ էի նաև քո տված փոքրից, բայց դու տեսար իմ սիրտը և օրհնեցիր ինձ ավելիով։ Փառք քեզ միշտ ու հավիտյան»։ Այս պատմությունը հիշեցնում է, որ երախտագիտությունն ու գոհությունը բացում են օրհնությունների դռները։ Երբ մենք գոհ ենք Աստծո տված ամենափոքր բանից, Նա երբեք չի թողնի մեզ։